Հայս խլեց, ինչի պետք է ուրախանամ։ Այ Սիլվա ջան, ժամանակ չունեմ, ամուսնացանք, բաժանվեցինք։ Կոմունալն է կվարտիրը, երկար ապրեցինք, չէր դավաճանում ինձ, ես точно գիտեմ, բաբուշկաները։ Այնպես ասում եմ բաբուշկա, как будто я не бабушка։ Ստալինը գնաց, Բերյան գնաց, մեզ ազատեցին 54 թվականին։ Սարերից խփում էին, սպանում էին, ինչ սուն։ Անգլեր են գիտեր մամաս։ Հա, ընտանիքով, ոտքով հասավ Թիֆլիս։ Խարկովում ամբողջ կյանքս հերթ եմ կանգնել, Բաղրամյանը տվեց։ Տվեց։ Մարշալ Բաղրամյանը։ Նորմալ ապրում էինք, ոնց չէր դավաճանում ինձ, ես точно գիտեմ։ Կամ էլ դավաճանում էր, դուք չէիք իմանում, այդ ոչինչ։ Չէ, այդ կողմից հանգիստ էի, մենք իրար չէինք դավաճանում, լավ տղա էր։ Որ լավ տղա էր, ինչով էր լավ տղաները ինչպիսին են լինում։ Մեղմեր, շատ նվերներ էր առնում, տունը լավ էր պահում։ Կարդացած, զարգացած տղա էր, հետաքրքիր էր, ինքը այնպես հասարակ տղա չէր։ Ինչպես է։ Զալատոյ մեդալյու ակոնչը։ Լիքը գրքեր էր, միշտ կարուս էր գրքով։ Սիրում էր կարդալ։ Թիֆլիսում հանդիպեցիք ձեր ամուսնուն, ոնց ծանոթացաք։ Չէ, ես գալիս էի քրոջուս մոտ Երևան, դե նրանց հարևաններ այնտեղ ծանոթացանք։ Պատմեք ձեր սիրո պատմությունը։ Կարճ մի պատմեք, տեղին պատմեք։ Ինչ սիրո։ Жизнь как жизнь։ Այս մանրամասը։ Ես դեռ սովորում էի Тифлисом политехнический. А բայց ասենք, чтоб свободный диплом был, մենք ամուսնացանք, բաժանվեցինք, ինքը գնաց Խարկով, ես դեռ սովորեցի մի կես տարի, նոր գնացի։ Քանի տարի միասին ապրեցիք։ 59 կարող է, մի քիչ պակաս 60-ից։ 60 տարի երջանիկ եք ապրել, խաղաղ եք ապրել, համերաշխ։ Լավ եք ապրել, նորմալ։ 9 տարի պարկեց ես, կողքն էի նայում էի։ Նոր տարուն մահացավ, 17-18 թվին լավամասին էր, պատպալկովնիկ, բատստավքի։ Փոխգնդապետի հետ ապրելը դժվար չէր, զինվորականի հետ կյանքը դժվար է։ Չէ, մի տեղ էինք ապրում, երկար Խարկովում, ինքը այնտեղ ակադեմիայում էր աշխատում, Вычислительный центр։ Ձեր աշխատանքի մասին պատմեք։ Վերջացրել եմ լողկոյ պրամышленности, այնտեղ աշխատում էի Խարկովում կոնստրուկտորом, դե որտեղ հանդիպեց։ Կոմունալն է կվարտիրը, երկար ապրեցինք, 12 տարի, հետո նոր ստացանք, Բաղրամյանը տվեց։ Տվեց։ Քույրս Բաղրամյանի հետ ծանոթ էր։ Որ Բաղրամյանի։ Մարշալ Բաղրամյանը։ Խնդրեց ասեց, քույրս այնտեղ շատ է, չարչարվում են, այնտեղ ապրում են կոմունալկայի մեջ, Բաղրամյանը օգնեց, զանգեց, միանգամից մեզ տվեցին։ Այս բնակարանը։ Չէ, Խարկովում, այնտեղ էինք դեռ ապրում, ժամանակ չկար, Работа, дом, այնտեղ հերթեր միշտ այնպես, որ գալիս է Երևան այն ժամանակ, այստեղ հերթ չկար, Խարկովում ամբողջ կյանքս հերթ եմ կանգնել,
Ինչի հերթ։ Աշխատանքի դեղ մի բան կարտոշկա, ձու յաբան, այսօր ձու արա, այսօր այսքան կան։ Ամեն ինչին հերթ էր։ Հա, դժվար էր այդ կողմից կյանքը։ Իսկ հիմա հեշտ է ամեն ինչ կա Հա, խանութներում։ հիմա հանգիստ հիմա մենակ եմ։ Հիմա լիքնա։ Իսկ այնտեղ չէ գալիս է Երևանում այսպես դեռ այստեղ նորմալ էր այդ кողմից, այնտեղ շատ դժվար էր։ Շատ հрьяաներ էին, ուկրաինացիներ էին, а почему вы едете в Ереван? Что, Харьков плохой город? Ասում եմ, это хороший город, но это наша родина։ Ну, զարմացել էին, что мы едем в Երևան։ Տունը ծախեցիք ընտեղ Խարկովում եք այստեղ։ Փոխեցինք, այստեղից ռուս ընտանիք էր, էլի военный офицер էր։ Այն ժամանակ ո՞նց էին տունը ծախում, փոխում, ինչ եղանակով։ Քույրերս այստեղ էին, նրանք էլ էին փնտրում մեծ համար, այնտեղ էլ հետո ես այնտեղ գնացի գտա ես, սրանց գտա։ 24 տարի այնտեղ ապրեցինք Խարկով, հետո դուրս եկավ отставка, եկանք Հայաստան։ Այստեղ արդեն 40 տարի այստեղ ենք, ավել, 84 թվից։ Որ համեմատեք կյանքը այն ժամանակ 70-ականներին, 80-ականներին ու հիմա, որն է ավելի լավ եւ որ առումով։ Մի կողմից են, մի կողմից այնտեղ ընտանիք կար, երեխեքս կողքն էին։ Այնտեղ ավելի հետաքրքիր էր, հիմա ինչ։ Հիմա մենակ եմ։ Это неинтересно։ Թիֆլիսի ձեր մանկությունից պատմեք, ինչ եք հիշում մանկությունից, ամենալավ հիշողությունը։ Մամա, պապա, երեք քույր կար, ես էլ չորրորդն էի, 6 տարեկան էի գնացի դպրոց մուզիկայի, 6 տարի սովորեցի, գերմանացի էր իմ ուսուցչուհին, ասում էր ամեն օր պետքա գաս, օր մեջ պետքա գաս ինձ մոտ նոր, если честно, делаться, что օր մեջ надоело, խիստ էր, շատ խիստ էր, լավ էինք ապրում, ուրախ էր, մի անգամից կտրեցին, հետո մեզ ուղարկեցին Սիբիր, անմեղ ընտանիք էր, ինչ էինք արել, ոչինչ, մամա, պապա, 4 աղջիկ, գնացինք Սիբիր, Տոմսկայ օբլաստ, սիլո Վիսոկի Յար, խուլ տեղ, տայգա, Ինչի համար աքսորեցին ձեզ։ Ասացին бывший турецко-подданный միտո, մամաս, պապաս վանից են, մամաս փախել է, պապաս ավելի շուտ է եկել Ռուսաստան աշխատում էր արդեն, իսկ մաման իր ընտանիքով, ոտքով հասավ Թիֆլիս։ Վանում սովորում էր ամերիկյան դպրոցում, նրանք այնտեղ տալիս էին հայերի համար, մամաս այնտեղ 10 տարի սովորում էր, անգլերեն գիտեր մամաս։ Հա, միշտ պատմում էր, հիշում էր 15 թիվը, չէր մոռանում։ Դե ոտքով եկել են Վանից մինչև Թիֆլիս, ասում եմ, շատ դժվար էր։ Դե ուրիշ ընտանիք էր ջահել մաման, պապան ու փոքր երեխա։ Այդ երեխային գցեցին ջուր, չկարողացան հետը միասին, ասում եմ, երեխային այդպես դժվար էր, շատ դժվար էր։ Ասում եմ, սարերից խփում էին, սպանում էին, մենք էլ այստեղ գնում էինք այդ վազելով, այսպես, շատ դժվար էր։ Ձեր մայրը քանի տարեկան էր, որ եկել են 15 թվին։ Մամաս 19 էր։ Դե մի բան պետք է ասեին։ Մենք ասացինք ինչով ենք մեղավոր, թե բывший турецко-подданный։ Այսինքն նախկինում թուրքահպատակ եք եղել ու ռուսները դրա համար աքսորեցին։ Պապաս փոխեց 24 թվին, դարավ սովետական, մենք սովորում էինք, պիոներ էինք, կամ սամոլ էինք, ամեն ինչ էինք, ամեն ինչ նորմալ էր, մամաս չէր աշխատում, մամաս տան էր։ Դե մի բան պետք է ասեին, այնտեղ գնացինք, բոլորին հարցնում էինք, թե ինչ են, մեկին ասեցին Персидско-подданный бывший, շատ գիտես։ Իրանահպատակ։ Հա, պարսկա, երկու քույր կային, էլի Վանից էր իրանց պապան մաման, տանը չէին,
որ եկան վերցնելու շալջաները, հա, տանը չէին, աղջիկներին ուղարկեցին, նրանք էստե էին ծնվել, թե էտ էշպա, հետո ճիշտ այդեից զայավլենիներ գրեցին, նրանց ազատեցին մի տարից հետո, իսկ մենք 5 տարի մնացինք, միջև Ստալինը արի մի ասա սատկեց, մեզ համար սատկեց, Բերյան էլ հետը, հենց նրանք գնացին, 2 շաբաթից հետո մեզ ազատեցին։ Երեխաներին էլ չէին խնայում։ Հա, երեխաներին բոլոր միասին ուղարկեցին, մեր հարևանները զարմացել էին, այդպես լավ ընտանիք էինք, նորմալ ընտանիք էինք։ Հա։ Հիշում եք ձեր Թիֆլիսի տունը։ Հա, ոնց թե։ Մենք եկանք, մեր տունը վերջերեցինք նորից, մեզ ազատեցին, արդեն վրացիներին էին ապրում, վրացիներին։ Չէ, մենք ասացինք, չէ, մենք որ մենք մեր տունը։ Ազատեցին, մեզ տվեցին մեր տունը։ Բայց մամաս արդեն հիվանդ էր, 62 տարեկան էր գնաց։ Մամաս, հա, չդիմացավ Սիբիրի կյանքը, 5 տարին չեն մոռանում։ Ճանապարհը միջև հիմա աչքիս առաջ այդ մի ամիս ճանապարհն էր, տավարնի վագոն, 20-30 հոգի։ Ապրանքային գնացքով։ Մեղավոր չէինք, ոչ մեկս։ Մի վրացի չկար, մի վրացի ընտանիք չկար։ Երևանից էլ ուղարկեցին շատը հայեր էին, բայց ինչ-որ Պերսիցկա պոդենի կային, հրաներ կային, ինչ-որ վրացա հրաներ կային մի քանի հոգի, հա, դժվար էր։ Քույրը օրագիր էր պահում։ Հա, այստեղ դրած է։ Այս գիրքա, կարտացել եք, նայել եք, գիրք են գրել։ Ամենաշատը տանջվեց, այնտեղ Մեդինստիտուտը վերջացնում էր, 3 էգզամեն հանձներ, որ դիպլոմը ստանար, չթողեցին այնտեղ, որ կարողանար գնար Տոմսկ, այնտեղ հանձները 3 առարկան ու դարար, չէ, если ты нам будешь помогать, тогда мы тебе поможем։ Помогать ինչա, գնաս մատնես մեկի վրա, մերոնց վրա մատնես, քուրս ասեց, ես այդ բանը չեմ անի, ах, не будешь, значит, не поедешь։ Իսկ այդեղ կային, որ համաձայնվում էին։ Հետո քրոջս ասում էին, դա դե մի բան ասեիր, մենք ասեցինք, հա, կանենք, բայց ով էր անում, ոչ ոք չէր։ Դե, ասի, չէ, ես չեմ կեղտոտվի։ Այսինքն Ստալինի ժամանակ էլ, եթե մարդը չուզեր կեղտոտվեր, չէր կեղտոտվի։ Չէ, ազատեցին, նոր 2 տարի սովորեց, նորից դարավ արդեն 7 տարի Մեդինստիտուտը Երևանում, հա, Թիֆլիսից գնաց Երևան այնտեղ վերջացրեց, նոր դիպլոմը ստացավ, 49 թվին պետք է ստանար, ստացավ 56 թվին, ուղարկում էին լեսազակատովկա, ձմեռը, ինքը որ ասաց, ես ձեզ չեմ օգնի KGB-ին, ձինը ստացրեցին, նա տիլեշկի տարավ անտար, այդ մարդը ասեց, իչի, ես մոռացել եմ ինչ-որ բան, պետք է հետ գամ, իմ քրոջս 22 տարի, 23 տարեկան աղջիկ էր, թողեցին անտառում գիշերը, տայգա, այդ մարդը գնաց, այդպես երևումաս ասել էին, որ այդպես կանեց, ու ասում, ոտքով գնացել այդ միջև տետ լեսազակատով կան, ասում, լացեղնելով գնում էի, ասում, շատ էր, ինքը շատ էր, ամենակիչը ես եմ այնտեղ չարչարվել, ինձ աշխատանքի չէին վերցնում, ես փոքր էի, դպրոցը վերջացրեցի։ Իսկ ծնողները ինչ էին անում այնտեղ, աշխատանքի, հարկադիր Պապաս աշխատանք էր։ աշխատում եմ MTS, մաշինա տրակտորներ ստանցը, հա, պապայից շատ հագում էի, պապան այնտեղ աշխատում էր, աղջիկներին տանում էին կալխոզ, ինձ ձեր չէի տալիս, ես փոքր էի այնտեղ սովորում էի, Մարիա քաղաքից տայգա, դժվար էր շատ, հա։ Իսկ մյուս քույրը։
Այստեղ էր։ Նրան ձեռ չտվին, դան ուրիշ ազգանուն ուներ արդեն Օհաննիսյան էր, մենք Ալեքսանյան ենք։ Այստեղ տանջվեց հոգեպես, մենք այնտեղ միասին էինք։ Ձեզ թույլ չէին տա մնայիք ձեր մեծ քրոջ մոտ, ինչի գնացիք ծնողների հետևից, փոքր աղջիկ։ Հա, ես ցուցակում չէի, բայց նրանք հենց տեսան, ты дочь, գրեցին и всё։ Ինձ չհարցրեցին, ուզում ես մնալ, թե ուզում ես գնալ։ Չէ, ты дочь, միասին գնացեք и всё։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ։ 14 էի, սովորում էի մուզիկայի, չկարողացա վերջացնել, ուղարկեցին այնտեղ, ակարդեոնի վրա նվագում էի։ Աքսորի տեղում։ Հա, դպրոց գնացինք, 8-րդ, 9-րդ, 10-րդ այնտեղ եմ վերջացրել։ Ինձ էլ էի գովում Սիբիրում։ Այստեղ ուզում էի ուսուցչուհի դառնամ։ Ես էլ ասացի չէ, չեմ ուզում։ Ասում 10-րդը վերջացնես, կմնաս մեզ մոտ, будешь преподавать, ասում нет, не хочу, я хочу учиться։ Наши преподаватели Прибалтикայից էին, ամբողջ Պրիբալտիկան այնտեղ էր։ Աքսորել էին էլի։ Աքսորել էին 40 թվականին, էլի էպես անմեղ մարդկանց։ Դասարանում լիտովացիներ շատ կային, էստոնացի կար, լիտովացի կար։ 5 տարի 2 ամիս մնացինք, մինչև Ստալինը գնաց, Բերիան գնաց, մեզ ազատեցին 54 թվականին։ Բոլորից միասին եկանք հետ, մեր բնակարանը։ Աղջիկները ամուսնացան, քույրիկներս, ես մամայի, պապայի հետ մնացի։ Մամաս արդեն հիվանդ էր, այնտեղից բերեցինք։ Մաման չէր կարող ասել Ստալին, ուրիշ ձևով էր ասում։ Դե մեկրի, Կակլին էր ասում։ Մամաս։ Հետո որ կյանքում մամաս սիրուն կին էր, իսկ ոչ պամադար էր քսում, ոչ բան ասում։ Որ սատկի ես քսեմ ու կգնամ մեր գյուղով կանցնեմ, ասեմ մամա, այստեղ պամադա չկա, պամիդոր կքսեմ։ Ատելով ատում էինք, մեր կյանքը այդպես կոտրեց։ Որ ժամանակը հետ տակ, ինչ կփոխեք, Տիկին Սիլվա։ Սիբիր չէի գնա։ Չէ, Սիբիր ինձանից կախված չէր։ Ես ուզում էի դառնալ մուզիկան, որտեղ կարողացա այնտեղ աշխատեցի, հետաքրքիր։ Ստալինյան տարիները երազանքներն է կոտրեցին։ Հիմա ժամանակները ավելի լավ են, ազատ խոսք, ով ինչ կուզի կասի, ով ինչ կուզի կանի, ավելի լավ ժամանակներ են։ Այդ կողմից հա, բայց տարիքն էլ եկավ։ Այնտեղ ջահել էի։ Բանաստեղծություններ եք գրում։ Ժամանակին հա, ես իմ ոտանավորն է։ Կարդակ լսենք։ Стихотворение посвященное сибирской ссылке. Вокзал забит грузовиками. Июнь 49 год. В них семьи с теплыми вещами. За что, куда, не знают сами. Везут здесь собранный народ. Глубокой ночью по-бандитски в погонах вышкаленный клан по содержанию расистски зловеще выполнял свой план. Система без суда и следствий им позволяла брать людей. Тут хороши любые средства, без лишних слов и без затей. Вошли, забрали, погрузили. Кто дома был, тот и попал. С народом долго не возились. За полчаса и на вокзал. Страною правил Бог и идол. Непрекослов решает власть. Народ их различал по виду, ту категорию и масть. Они творили, что хотели, перегоняли нас, как скот, томили в лагерях, казнили, уничтожая с года в год. И нет особого различия, нарком ты или генерал, а может и простой рабочий, но на тебя их выбор пал. Глубокой ночью, по-бандитски, машина выполняла план. Стучались в дверь и в путь неблизкий, в Сибирь, в далекий Магадан. Был разобщен народ советский, одним казалось рай земной, другие сроки отбывали с лопатой, ломом и киркой. Տիկին Սիլվա, երեխաների դաստիարակության մեջ ինչ մեթոդ եք կիրառել։ Խիստ մամա եք եղել։ Չէ, Պատմեք երեխաների մասին, իրենց մանկության մասին պատմեք։ երկուսն էլ նորմալ, լավ սովորում էին, հանգիստ երեխեք էին, խելոք տղաներ էին, միշտ գովել են, մեծ տղաս գնաց
Լենինգրադ սովորելու դպրոցից հետո գնաց այնտեղ էլի военное училище, подполковник в отставке, Եկատերինբուրգում։ Նա էլ աշխատում, դեռ աշխատում ա, 64 տարեկան ա, 55 էլ Տիգրանն ա, իսկ փոքրը իր պիանինոն շատ ա սիրում, հա։ Շվեյցարիայում է աշխատում։ Շվեյցարիայում Ժնևում աշխատում ա օրգան и պիանինո, հա, դաս ա տալիս, դե այնտեղ էստեղ ասում ա 9 տեղ աշխատում եմ, այնտեղ էստեղ ինչու այդպես, դե այնտեղ կյանքը մի քիչ ուրիշ ա։ Տիկին Սիլվիկ, դուք Տիգրանի կարոտը այս նկարով եք առնում։ Չէ, ինչի կամպյուտերով եմ տեսնում եմ, միշտ տեսնում եմ։ Տղայիս խլեց, ինչի պետք է ուրախանամ Ժնևան, եկել գնացել եմ Ժնևա, ապրեց այնտեղ մի քանի ամիս։ Հետաքրքիր էր, առաջի անգամ ու վերջի անգամ։ Տիկին Սիլվիկ, կարոտում եք տղաներին ձեր Հա, դե զավակներին։ մենակ եմ, ամբողջ օր մենակ եմ, հեռու են, ինչ սուն թվականներին փախան, ես էլ մենք մնացինք։ Ավելի շատ որ տղայի հետ եք կապված, մեծի թե փոքրի։ Պոլիտիկայով փոքրի, մեծս Պուտինից։ Տունը կռիվ է ընկեր։ Ռուսացել այս փոքրը չէ, հայ, Տիգրանը շատ էլ իր արմյանսկի պասպորտը չի փոխում է, քանի տարի այնտեղ 30 տարի ասում է, нет, я армянин, мне швейцарский не нужен։ Իսկ թորները երաժշտության գծով գնացել են։ Չէ, ոչ մեկը, ոչ մեկը։ Թորներից պատմեք, քանի թոր ունեք։ 3, բայց երրորդ թորնիկը մեզանից հրաժարվել է Ժնևայի։ Ես չեմ ուզում հայ լինեմ, это не моё, музыка не моё, вот так она себя ведет։ Քանի տարեկան է։ Ինքը 17 տարով։ Նրան չեմ տեսել, ես մենակ նկարն եմ տեսել Ժնևայում։ Դե մեծանա կարող է մի քիչ խելքի գա, չգիտեմ։ Տիկին Սիլվա, Տիգրանը ձեր երաժիշտ դառնալու երազանքը կատարեց։ Հա, ինքը այդ երաժիշտը իր համար շատ մեծ նշանակություն ունի, ինքը իսկական երաժիշտ է, ես նվագում եմ պրոստ։ Կուզեիք աղջիկ ունեցած լինեիք, աղջիկ ունենայիք։ Հա, աղջիկ ունենայի, հիմա կողքս կլիներ կարող։ Ինչով եք զբաղվում, ձեր ամբողջ օրը ինչով եք լցնում, կարդում եք, նվագում եք, զբոսնում եք։ Մեկ կարդում եմ, մեկ նվագում եմ, այդքան։ Կամպյուտերի մեջ եմ նստած։ Երեխեքիս հետ եմ խոսում, թորներից հետ եմ։ Թորները այնքան չէ, թորները իրանց կամպյուտերն նստած են աշխատում են։ Тигран очень удивится. Мама, зачем ты это придумала? Կասի հիմա։ О, Тигран, здравствуй. Ну как? Привет. Все нормально у тебя? Տիկին Սիլվա, դուք այնքան լավ տեսք ունեք։ Ահ, Ձեր ժամանակ հատկացնում եք, կարմրաթուր, սիրուն։ ինչպես կանեմ, պամադա եմ կսկում։ Մի քիչ աշխոզացին։ Սիրում եք երաժշտություն, նաև լսում եք։ Հա, լսում եմ, հա, конечно։ Մեկ նոտաներով եմ, բայց в основном по слуху մի բան եմ նվագում եմ։ Հարևաններս հավանում են։ Երևի հարևանն էլ ասում է, «Ой, вы так играете». Նա, играю։ Այնպես լավ եք նվագում, ես դրանից հետո այնպես լավ եմ քնում։ Так что Սովորաբար հարևանները բողոքում են դաշնամուրի ձայնի։ Ձեր հարևանները գոհ են, ուրեմն լավ եք նվագում։ Չէ, ես այնպես եմ նվագում, որ չխանգար եմ, ես տղան, դիմացի տղան ночные смены у него бывает, բան, ես այնպես նվագում, որ չխանգար եմ։ Ինչի պետք է խանգար եմ։ Ընկերներ ունեք, ծանոթներ, ընկերներ, որ շփվում եք հիմա այնտեղ։ Էլ ինչ ընկերներ ամնացել, բոլոր գնացել են։ Այստեղ ընկերուհի ունեմ, են 94 տարեկան կլինի այս տարի։ Վատա, հա, միասին մեծացել ենք Թիֆլիսի Հայաթում։
Դե լավ է, աղջիկը տղան կողքն են։ Ես մենակ եմ, երեխաներիս հետ կամպյուտերով։ Տիկին Ան եմ Սիլվա, գալիս այստեղ մեր ռայոն, քանի կարող եմ դուրս եմ գալիս։ այսօր առավոտյան ոնց արթնացաք։ Այնա որ վատ եմ լսում, էդ այն խանգարում, ծորը երեք լավ էի լսում։ Հուզմունքից է որ ձեզ նկարահանելու էին։ Գիտեիք որ սարքեր եք բերելու։ Ես չգիտեի, որ այդպես բաների հետ։ Ես կարծում էի դուք ուզում եք, որ ես միտեղ նվագեմ։ Ասեցի դե լավ, միասին կգնանք, որտեղ կտանեք, միտեղ կնվագենք պարավների համար կարող այլ շտոտա։ Հայաստանում։ Ինչ է պետք, ինչ է հարկավոր տարիքով մարդուն։ Общение. Общение не хватает. Դե հարևաններ կան, բայց ընդ բաբուշկաները։ Այնպես ասում եմ բաբուշկա, как будто я не бабушка. Я старше всех. Բայց իրանք բաբուշկա են։ Այդ բաբուշկաներն ասում մի հատ արի, մի քիչ նստենք, մի քիչ քեզ կնվագեմ, մի քիչ բան։ Վայ, Սիլվա ջան, ժամանակ չունեմ, ես այն, պետք է լվացք ունեմ, ես ունեմ։ Դե Զեյթունի բաբուշկաները им не интересно։ Ես էլ մենակ եմ սաղ։ Դուք ձեզ քանի տարեկան եք զգում եւ քանի տարեկան եք դառնալու։ Ինչ սուն։ Քանի օր է մնում։ Այսօր քանիս է, ամսկանսն այսօր, Հունվարի 10-ը։ հունվարի 10-ն է, 23 օրից, Կդառնաք կդառնամ 90 տարեկան, փետրվարի 2-ին։ իսկ ինչպիսի զգացողություններ ունեք, ոնց եք ձեզ զգում։ Լավ եմ զգում, բայց ես խանգարում է, այնպես դեռ ոչինչ չի խանգարում։ Տիկին Սիլվա, ձեր ծոռնուհին կրկին փետրվարին է ծնվել։ Ծորնիկս փետրվարի 2-ին է ծնվել։ Իմ ծորնիկ, մի հատ ծորնիկ ունեմ։ Եկատերինբուրգն է, հերոյ է։ Հենց նույն օրը, որ ձեր ծննդյան օրն է, Որ ես դա 85, նա ծնվեց։ նվեր է ստացվել։ Նվեր է։ Հա, այդպես նվեր եմ ստացել, հա։ Սիրոնիկ թորնիկ է այնտեղ։ Իր նկարները։ Տիկին Սիլվա, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, շնորհակալ եմ, որ հանդիպեցիք։ Մեզ հետ ընդունեցիք ձեր տանը։ Մեզ համարել եք նվագելու, մեր հետևորդներու համարել, բաժանորդների։ Ինչ նվագեմ։ Չէ, это не интересно։ Չէ, լավ է։ Չէ։ Ես եմ նվագեն, դե հա։ Այնտեղ չէ, այն մեկը լավ, դրանից առաջ որը նվագեցիք։ Հա, ես նվագել եմ։ Նոր որը նվագեցիք։ Հա։ Ես եք լսել դուք այնտեղ։ Այդ շատ լավ։